Ողջույն, Student TV ուսանողներն այժմ գտնվում են Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շենքում, որտեղ քիչ հետո կանցկացվի ամառային դպրոց ծրագրին մասնակցության հայտ ներկայացած ուսանողների թեստային քննությունը։ Թեստային քննությունը հաղթահարելուց հետո ուսանողները կմասնակցեն արդեն բանավոր քննությանը, որից հետո պարզ կդառնա, թե ովքեր կմեկնեն՝ Լիտվա, Բելարուս, Ռուսաստանի Դաշնություն եւ իհարկե Հունգարիա։ Դե ինչ գնանք եւ պարզենք, թե ինչպես են պատրաստվել մեր ընկերները թեստային քննությանը։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պատրաստվել եք քննությանը։ Պետքանություն։ Իսկ ինչ եք կարծում, կանցնեք քննությունը կամ կհաղթահարեք այս փուլը։ Դե վստահ չեմ կարող ասել, որ կանցնեմ, բայց ինձ թվում է շանսերը մեծ են։ Իսկ որ երկրի համար եք դիմել, որտեղ եք ուզում գնալ։ Լիտվա եմ ուզում գնամ, բայց ոչ որ մյուսը գնա, այդքան էլ բաց չեմ զգա ինձ։ Իսկ որ գնաք Լիտվա, ինչ եք անելու այնտեղ, ինչա ձեզ հետաքրքրում Լիտվայում, քանի որ նմանատիպ հարցեր ձեզ տալու են։ Ծանոթ չեմ, ճիշտ ասած, Լիտվայի մշակույթին կամ երկրին, զուտ ծանոթանալու համար հենց։ Շնորհակալություն։ Դե ինչ, հաջողություն մաղթենք մեր ընկերներին, իսկ ես ավելացնեմ, որ Մանկավարժական համալսարանն արդեն 5-րդ տարին է անցկացնում է ամառային դպրոց ուսանողների փոխանակման ծրագիրը։ Իսկ վերջերս այս ծրագիրն արժանացավ Հայկյան 2016 մրցանակին որպես լավագույն միջազգային երիտասարդական ծրագիր։ Ձեզ հետ Սոնա Խաչատրյանն էր, կհանդիպենք։